Նախ առաջ ասեմ, առանց ակնկալիքի մենք պարտավոր ենք գալ ավելին։ Ես կարծում եմ եւ պարլամենտական ընդդիմությունը եւ այլ ակտիվ խմբեր վաղուց պետք է արձագանքեն դրան, առնվազն երկու հասցեով։ Առաջինը իշխանությունների կառավարության եւ Հայաստանի Հանրապետությունում կար նախագահ եւ նախագահի հասցեով, իսկ երկրորդը ՄԱԿ-ին ոչ թե նրա համար, որ մենք ակնկալիք ունենք, այլ թե ասենք, որ մեր աչքերը բաց են եւ ձեր բոլոր այդ կներեք մեղքերը մեր աչքի առաջ եք իրականացնում։ Կարծես թե Չ կլասի ժողովրդի տեղ են մեզ դրել։ Ես ընդգծեմ, որ եթե Օկամպոն պարզել է ուսումնասիրել է, դուք ինչ եք կարծում եք ՄԱԿ-ը չգիտեր ում է նշանակում այդ հանձնաժողովի նրանք ունեն բոլորի համար այնպիսի հաստ դոսիեներ, որտեղ հայտնի է լինում, թե ինչ մանկապարտեզ են գնացել մանկությունում, այլ ոչ թե սոկար այդ այդ ֆիրմայի հետ իր ինքը ունի կապ, թե ոչ։ Հենց դիտավորյալ դա արված է ավելին։ Ես ունեմ հիմնավոր կասկած պնդելու, որ եւ իշխանությունները Հայաստանի դա գիտեին եւ համաձայն էին դրա հետ։ Ինչու՞։ Որովհետեւ ես էլի կասկածում եմ ոչ միայն որովհետեւ ինչ որ մտածմունքների մեջ, այլ կան անուղղակի ապացույցներ, որ հենց նախ եւ առաջ ռազմաքաղաքական ղեկավարության հայտնվելը Ադրբեջանում ճաղերիային հետևից դա անպայման այստեղ կա եւ Հայաստանի Հանրապետության կառավարության առնվազն նրա ղեկավարի մասնակցությունը եւ իհարկե եթե դա կրկնում եմ դա ապացուցվի այսօր է վաղը կապացուցվի եւ իհարկե ես ոչ թե ակնկալիք ունեի այլ էլի կառավարությանը պետք է հստակեցնենք եւ էլի եմ ասում Հայաստանի Հանրապետության նախագահին մենք հստակեցնենք որ այդպես ինչ որ դուք անում եք վաղուց մենք արդեն գիտենք, որ դուք չեք ծառայում հայ ժողովրդին եւ այս իշխանությունները սպասարկում են իրենց քաղաքականությամբ, կարող եք դատել արդյունքներով, սպասարկում են թուրք, ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանությունը եւ թող ինձ ասեն, որ դա այդպես չէ։ Եվ այս առումով մենք այստեղ եկել ենք ոչ թե զուտ ակնկալիքով, որ վաղը ՄԱԿ-ը ձերբազատվի իր այդ գիտեք կոռուպցիայի մեջ խրված վիճակից, այլ մենք ասում ենք, որ դուք նախ եւ առաջ պետք է չեղարկեք այդ գնաց եզրակացությունը եւ երկրորդը պարտավորեք նոր խումբ նշանակեք եւ այդ ժամանակ այս անգամ պետք է հստակ իմանան, որ մենք կհետևենք ում են նշանակելու նախագահին, ես չեմ կարող չարտահայտել իմ խորին հարգանքը եւ շնորհակալությունը Լուիս Գարսիո Մորենո Օկամպոից, որը որ հետևողականորեն ուզում է բարձր պահի միջազգային իրավունքի այսպես ասած գոնե կարգավիճակ ասեմ թե ինչ, որովհետև մենք արդեն տեսնում ենք միջազգային իրավունքը դարձրել են ոտի փալաս ամենապղտոր նպատակների համար հասցնելու իրենց աշխարհաքաղաքական կեղտոտ խաղերի մեջ եւ մեր ակնկալիքը ոչ թե այլ պահանջը, որ այո չեղարկեն այդ գնված եւ այդտեղ կան մարդկանց արյուն կա այդ եզրակացության մեջ եւ նոր նշանակեն նոր խումբ, որը կտա ճիշտ եզրակացություն։ Այն որ այդ եզրակացությունը չի համապատասխանում միջազգային իրավունքին, դա պարզ է, բայց չի համապատասխանում իրականությանը եւ ամոթ ՄԱԿ-ին, որ նա փորձում է հին հնավուրց ազգերից մեկի հայերին դարձնի այսպես ասած խաղալիք իր ձեռքում եւ իր գնաց այդ մասնակիցների եւ գնաց այդ անձած ձերքին։ Մենք չենք լինելու խաղալիք իրենց ձերքում ու ես կոչ եմ անում մնացած բոլոր ինչքան կա շարժումներ, կան կազմակերպություններ, խմբեր, կուսակցություններ անպայման արձագանքեն։ Գիտեք այդպիսի դեպքերում պետք է ՄԱԿ-ը եւ ոչ միայն ՄԱԿ-ը հեղեղվի այդպիսի բողոք հայտարարություններով։ Այնինչ մեզ կարծես թե վարժեցրել են որ դե էսա ինչ որ կա, այդպես չէ, էս պետք է չլինի եւ մենք այո կոչված ենք փոխելու այս իրավիճակը։ Շնորհակալություն։
պետությունը կանգնած լինի այդ ձեր հեղեղների հետևում։ Իսկ երեք Թրամփը բարձ հայտարարեց, որ պատմեց, չէ, Վաշինգտոնում Ալիևի եւ Փաշինյանի հանդիպման մասին, ասաց մեկը մի կողմում էր նստած, մյուսը, իսկ հիմա նրանք ընկերներ են արդեն, ողջագուրվեցին եւ դարձան ընկերներ։ Սա պարզ չի խոսում դրա մասին, որ Հայաստանի իշխանությունները շատ լավ էլ իմացել են, թե ով է կանգնած այդ Ես ասեցի, իհարկե, շնորհակալություն։ Ես ասեցի, որ ես կասկած չունեմ, ես ակնկալիք չունեմ, ես պահանջ ունեմ, վրդովմունք եւ պահանջ, որովհետեւ ես չեմ կասկածում, որ այն դեպքը, որը տեղի է ունեցել եւ մասնավորապես ես նախ եւ առաջ 20 թվականից 2 զինգերի կա այնտեղ։ Գետինը չմտնեք, դերքս չփչացնեք, այ կառավարություն ջան։ Կարելի է այդ 2 գերում պահել արդեն 5 տարի է, երբ որ պարտավորություն կա։ Այդ ինչ մի բան է ստորագրել։ Կներեք Թրամփը չգիտի ինչ պետություններ են այստեղ։ Նա մի անգամ Ադրբեջան հայտմանել, մյուս անգամ Կամբոջա, Հայաստանի հանդեպ Ալբանիա եւ այդտեղ Թրամփը չէ, որ գործում է։ Այդտեղ գործում են հենց Միացյալ Նահանգների եւ ոչ միայն ամենապղտոր եւ ամենահզոր կենտրոնները, այն է ռազմաարդյունաբերական այդ համալիրը, որը շահագրգռված է, ինչքան շատ այնքան մարդիկ կոտորվեն, զոհվեն, իրենք էլ միայն արտադրեն իրենց զենքը։ Այսպես որևէ մի մենք նույնպես մոլորված չենք, համոզված եմ, որ այն, որ այդ անձինք եւ այդ 23-ի մեջ այդ ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախի հայտնվել են Ադրբեջանում անազատության մեջ եւ այդ շոուի առարկա են դարել, դրա մեջ այո կա մասնակցությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության։ Ես կասկած, ես դա ասել եմ ի սկզբանե եւ այս առումով կրկնում եմ, սա պահանջ է, այլ ոչ թե զուտ пассив ակնկալիք։ Կներեք, Տիկին Ալավերդյան, ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ այս իշխանությունը սպասարկում է գիտակցել 2021-ին եւ կգիտակցի 2026-ին ընտրությունները նկատի ունեմ եւ դուք որևէ քաղաքական ուժի աջակցելու եք։ Շնորհակալություն, ես աջակցելու եմ նրանց, ովքեր որ պաշտպանելու են, վերականգնելու են Հայաստանի պետականության բարձր այդպես ասած վարկանիշը, որովհետև այն վիճակը, որի մեջ մենք գտնվում ենք, ես կարող է պատահի մի քանի ուժեր լինել, որոնք այդպես հայտարարեն, եւ ես իրի եմ ասում, իմ համեստ փորձագիտական կամ ինչպես ես ասում եմ փորձանքագիտական ուժերը ես կներդնեմ այդ գործի մեջ, դա մեկ, երկրորդը 21 թվականի արդյունքները ես մինչ այսօր կասկածում եմ դրանց իրական լինելու մեջ, դա առաջինը, երկրորդը կա նոր ձև կեղծելու, այն է սկզբից ամբողջովին փոխեն ստերով եւ խոստումներով, փոխեն ընտրազանգվածի հենց գաղափարախոսությունը եւ գաղափարները եւ մոտեցումները, այսինքն այդպես չի, որ հենց այդ ընտրական հանձնաժողով այդպես մասերում է տեղի ունենում ֆալսիֆիկացիան կամ հանձնաժողովներում, ոչ, հենց սկզբից ի վար ամբողջովին վարակում են հենց հասարակական գիտակցությունը։ Ես այստեղ շատ ավելի մեծ սպասելիքներ ունեմ ու այսօր դատապարտում եմ այն, որ ընդդիմադիր ուժերը չեն աշխատել ժողովրդի հետ, նրանք չեն աշխատել գյուղերում, մարզերում, դուք գիտեք, որ մարզեր հասնում է միայն մեկ լրատվական զանգվածային միջոցի տվյալները, դա հմեկն է, որը ամբողջովին դարձել է ոչ թե հանրային մեկ, այլ դարձել է կառավարության մեկ։ Այսինքն մենք հստակեցնենք, որ այդ խնդիրը վաղուց կա։ Եվ այն, որ 21 թվականին դա տեղի է ունեցել, դա խարան է մնալու ոչ միայն ընտրողների, այլ եւ նրանց ճակատի վրա, ով չի գնացել ընտրության, բազմիցս ասել եմ, այս իշխանությունը եկել է ոչ այնքան ընտրողների շնորհիվ, ինչքան չգնացող ու չընտրողների հաշվին։ Հիմա իմ խոսքը հենց դրանց է վերաբերվում։ Մի մնացեք անտարբեր, որովհետև անտարբերությունը ավելին է, քան հանցագործություն։
Այսքան բան դրա համար ես ոչ թե ակնկալիք ունեմ, ես աշխատելու եմ այդ ուղղությամբ, իմ կրկնում եմ համեստ ուժերի չափ, շնորհակալություն։ Տիկին Ալավերդյան նշվեց, որ զեկույցը պետք է լիներ Հայաստանի ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում, Հայաստանի ՄԻՊ-ը այստեղ ինչ գործառույթ ունի եւ ինչու չի իրականացնում։ Նայեք, Հայաստանի ՄԻՊ-ը, ինչպես ասում են ամենաշահագրգիռ կողմը, նա այն պետությունն է, որը մինչ այսօր համարվում է երաշխավորող Արցախի հանրապետության եւ Արցախի ժողովրդի անվտանգության։ Մենք փաստորեն կարծես թե մոռանում ենք դա, ուղղակի այդ անբարոյական հայտարարությունների ներքո, որ Արցախի հարցը փակված է, կներեք կարող եք Մասիս սարը փակեք հիմա։ Այ հիմա պայծառ օր է եւ շատ լավ երևում է Արարատը եւ մեծը եւ փոքրը։ Կարողանում եք փակել դա, չէ, չեք փակելու եւ Արցախի հարցը։ Արցախի հարցը նույն ձևի կանգնած է լինելու եւ ինչպես որ Մասիս սարը ես խնդիր ունեմ ոչ թե դրսերի հետ եւ միջև անգամ ՄԱԿ-ի առումով կրկնում եմ պարզապես պահանջում եմ որ իրենք հասկանան որ հասկացող ժողովուրդ կա իրենց դեմը իսկ արտգործնախարարությունը եւ արտգործնախարարը ես բացարձակապես չեմ համարում որ դա Հայաստանի Հանրապետության արտգործնախարար է կրկնում եմ այս թիմը ամբողջովին ծառայում է թուրք ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը իրականացնելու շարունակելու եւ ավարտելու եւ դա չի լինելու որովհետեւ որևէ մի այդ անարդար գործ կրկնում եմ ինչպես հնարավոր չի Մասիս սարը ջնջելու հավասարացնել հողին նույն ձևի հնարավոր չի լինելու հայ ազգին լրացնել եւ կատարել իրենց անօրինականությունը ամոթ արտգործնախարարությանը բոլոր աշխատողներին մեկն ու մեկը ծպտուն հանել է ոչ բոլորը ովքեր իրականացնում են լռությամբ այսինքն անգործությամբ կամ սխալ գործողություններով այսպես ասած գործնեություն նրանք բոլորը մեղավոր են Նյուրնբերգի սկզբունքի ներքո անօրինական գործնեության ներքո հրամաններ կատարողը նույն չափ մեղք ունի ինչպես եւ հրաման տվողը Երեք Փաշինյանը Շարմ Էլ-Շեյխում չօգտագործեց առիթը եւ չխոսեց մեր գերիների վերադարձի մասին։ Զուգահեռ իրականությունում տեսնում ենք, որ սեպտեմբերի սկզբին Բաքվում փակվում է Կարմիր խաչի գրասենյակը եւ այս դատական ներկայացումներին մասնակցում են միայն Ադրբեջանի պետական լրատվամիջոցները եւ մենք նրանց միջոցով ենք հնարավորություն ունենում ինֆորմացիա ստանալու։ Այս ստեղծված իրականությունը ինչի մասին է խոսում։ Շնորհակալություն։ Նախ եւ առաջ կույր է ՄԱԿ-ի ներկայացուցիչները լավ միջազգային Կարմիր խաչը դուրս է եկել պնդել են որովհետեւ միջազգային Կարմիր խաչը մտնում է պետության միայն ու միայն նրա կառավարության համաձայնությամբ ինչը ՄԱԿ-ն էլ է դուրս եկել ինչի՞ չի ՄԱԿ-ը արձագանքով Ինչ է ՄԱԿ-ի դեմը փակեն դռները այ երբ որ դուք ասում եք ինչի ենք մենք այստեղ կանգնել մենք կանգնած ենք նրա համար որ հիշեցնենք որ աշխատավարձ ստանալու համար չեն եւ այստեղ այսպես ասած սանատորիա չի որ եկել են հանգստանալու այստեղ հարցեր կան որ ինձ պետք է նույն ձևի կպնի դա առաջինը երկրորդը հստակեցնենք եւս մեկ անգամ Ադրբեջանը իդեպ կարող է դուրս գալ եւ ՄԱԿ-ից Եվ Եվրոպայի խորհրդից, ինչու, որովհետև նա երբևէ չի եղել ինքնուրույն պետություն, նա այսպես Թուրքիայի կողմից ստեղծված արհեստական մի միավոր է, որը պետք է ամբողջովին ծառայի եւ սպասարկի Թուրքիայի կողմից դեռ 500 տարուց ավել առաջ ստեղծած այս ամբողջ տարածքը զավթելու եւ հայերից ազատելու նպատակով եւ այս առումով Ադրբեջանի հանդեպ երբ որ մենք այդքան խոսում ենք մի հատ ինձ ասեք Թուրքիայի դեմ մենք երբևէ հարց բարձրացրել է Հայաստանի Հանրապետությունը ապացուցված փաստ է որ 20 թվականին մասնակցել են եւ կազմակերպել է ագրեսիան Արցախի չճանաչված հանրապետության դեմ իսկ ագրեսիան վերաբերում է եւ չճանաչված պետություններին ՄԱԿ-ի համապատասխան որոշման համաձայն Ինչ է, մենք երբևէ այդ հարցը բարձրացրել է Հայաստանի Հանրապետությունը, դա նախատեսված է հենց սահմանադրությամբ։ Մենք նախագահ ունենք երկրի, որը որ պարտավոր է հետևել սահմանադրության իրականացմանը։ Ինչպես է հետևում, գնալով տարբեր տեղ ինչ որ տուրիզմ կազմակերպելով,
միջազգային տարբեր հասցեներով գնում է մասնակցում է։ Մենք եւս մեկ անգամ եմ ասում, եթե մենք չենք պահանջում, եթե մենք չենք արձագանքում, դա նշանակում է մեզ ոչ միայն վարժեցրել են, մեզ ուղղակի լռեցրել են ամբողջովին։ Ես կոչ եմ անում բոլորին, ով ունի սիրտ, հոգի եւ միտք, երբևէ չլռել անարդարության դեպքում։